Ես գալիս եմ իմ տատիկ պապիկի, իմ նախնիներին հարգանքի տուրք մատուցելով սկսած 68 թվականից եւ ոչ մի տարի չի եղել, որ ես չգամ։ Երբևէ սենց արգելքների չեմ հանդիպել։ Ճիշտ է, համընկել է մի ժամանակ, երբ որ կառավարությունը գնա, նստել սպասել եմ, իմ մեղքն է, շուտ չեմ, բայց ես շատ շուտ եմ եկել, որ որևէ մեկը չառնչվեմ։ Ու հիմա ինձ ասում են 2 ժամ պիտի սպասես։ Ես հազիվ եմ բարձրացել այսքան ճանապարհը։ Ժամը 7-ից տնից դուրս եմ եկել, որ ժամը 8-ին 8:10 լինեմ, ստեղ ու ոչ մի խոչընդոտ չլինի։ Բայց տեսնում եք, անիմաստ, մեկը մեկի հետ կապված չի, ներքևինը չգիտի վերևում ինչ են անում, վերևինը չգիտի ներքևում ոնց են հրահանգում, տենց ոնց կլինի։ Չթողնեին, ես էլ գնայի ինչ որտեղ նստեի 2 ժամ, հետո գայի, ոչ թե գայի ստեղ կանգնեի հազիվ շարժվելուց հետո։ Նախորդ թողասեին։ Մենք չենք իմացել, թող հայտարարեին, հեռուստատեսությամբ ասեին, որ մինչև ժամը 10-ը ոչ մեկը չգա։ Հայտարարություն տարածվել է ոստիկանության կողմից։ Բայց ես որտեղից լսեմ, որտեղից իմանամ ես։ Ինձ ով պիտի ասեր։ Ինչ խոսել։ Արդեն խոսելու բան չի մնացել։ Ամեն տարի գալիս է։ Ամեն տարի գալիս եմ։ Մենք միակ տեղն է, որտեղ կարող ենք մեր նախնիների համար ծաղիկ դնել։ Էլ տեղ չկա։ Իսկ ինչպես եք վերաբերվում ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին։ Ես չեմ կարծում, որ իշխանությունները ուզում էին ինչ-որ բան հերքեն, չէ, բոլորովին այդ կարծիքին չեմ։ Երևի խոսելու ոճից տենց ժողովուրդ ինչ-որ բան եմ։ Չէ, ես ճիշտն ասած, ես իրանց կողքին եմ, որովհետև ավելի լավ իշխանություն չեմ տեսել դեռ։ Ինչ որ կա, լավն է, վատը չի։ Չեն արդարացնի, չեն կընտրի։ Դա կապ չունի, բայց հիմա այս որոշումներն են գրգռում մարդկանց, հասարակ կարգին մարդկանց, ովքեր ինչ-որ բաների նպատակ ունեն կամ մտադրված են, նրանց ոչ մեկը չի կարող արգել, իսկ մեզ նմաններին տեսնում եք ձեռ են առնում։